Գյուրջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է, իր սոցցանցի էջում գրել է վարչապետ Փաշինյանը։ Հիշեցնենք, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկում էր պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով եւ սահմանել 18 ամիս։ Օրենքի նախագծով նախատեսվում էր պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս, սկսած 2026-ի ամառային զորակոչից։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կարող է բացվել մինչև 2028 թվականի վերջ, եթե բոլոր երկրներում շինարարությունն ընթանա նախատեսված արագությամբ։ Նա նաև նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սկսվել է խաղաղության նոր փուլ եւ երկու երկրները ցուցաբերում է բավարար քաղաքական կամք համաձայնագրի նախաստորագրման միջոցով։ Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հաստատման գործում։ Հիշեցնենք, ավելի վաղ Ալիևը հայտարարել է Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը շինծու դատավարության ժամանակ հայտարարել է, որ հրաժարվում է իր փաստաբանից։ Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանը դիմել է դատարան իր փաստաբան Աբրահամ Բերմանի հետ կոնֆիդենցիալ հանդիպում ունենալու խնդրանքով։ Ընդմիջումից հետո Ռուբեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել, հայտարարելով, որ հրաժարվում է իր փաստաբան Բերմանից, հիմնավորելով, որ ընդհանուր առմամբ դժգոհ է դատավարությունից։ Աբրահամ Բերմանը նշել է, որ միջնորդությունը բավարարելու կամ մերժելու որոշումը թողնում է դատարանի հայեցողությանը։ Ալեն Սիմոնյանն ու Գաֆարովան պայմանավորվել են աջակցել խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդմանը։ Ժնևում անցկացվող միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։ Քննարկումների առանցքում եղել են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Զրուցակիցները ընդգծել են կառուցողական երկխոսությունը եւ դրանց շարունակականությունը։ Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատված է հետագա ճանապարհը համբերություն, հոգատարություն, գործնական հարցերի հասցեագրում եւ փոխադարձ վստահության ամրապնդում պահանջող գործընթաց է։ Արարատ Միրզոյանը Եվրոպական միության կազմակերպած միջտարածաշրջանային անվտանգություն եւ փոխկապակցվածություն թեմայով նախարարական հանդիպմանն է հայտարարել այս մասին։ Սևծովյան տարածաշրջանում անվտանգություն, կայունություն եւ դիմակայունություն թեմայով քննարկմանը Միրզոյանը նաեւ հայտարարել է, որ 3 առաջնորդները արտահայտել են խաղաղությունն ամրապնդելու ամուր հանձնառություն։ Հավաքի շրջանակում Միրզոյանը շփումներ է ունեցել մի շարք երկրների ներկայացուցիչների հետ, այդ թվում թուրք գործընկերոջ Հական Ֆիդանի հետ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի խաղաղությանը եւ անվտանգությանը։ Այս համոզմունքն է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպման ընթացքում։ Նա նաեւ կարևորել է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ռազմավարական նշանակությունը, ինչպես Իրանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի եւ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում։ Նրանք բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան գործակցության ներկա ընթացքը, միմյանց ներկայացրել երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ։ Նրանք ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ։ Մարտակոսը բարձր է գնահատել Երևանի եւ Բաքվի միջև կարգավորման գործընթացում առաջ խաղացումը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը Լյուքսեմբուրգում հանդիպել է Եվրամիության ընդլայնման հարցերի հանձնակատար Մարտակոսի հետ։ Վերջինս նշել է, որ խաղաղ գործընթացը փոխում է տարածաշրջանի քաղաքական ու տնտեսական լանդշաֆտը ու ստեղծվել է իրական հնարավորություն ապա շրջափակելու Եվրոպան Ասիային կապող ուղիները։ Մոտ ժամանակներս տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում Գյումրի Կարս երկաթգծի վերականգնման եւ վերագործարկման համար։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։ Նրա խոսքով հանդիպման վայրի մասին մանրամասներ կհայտնեն։ Հայաստանում Եվրամիության առաքելությունն արդեն ունի 200 անդամ, որոնք ներկայացնում են Եվրամիության անդամ 25 պետություններն ու Կանադան։ Այս մասին հայտնել է Հայաստանում Եվրամիության առաքելությունը։ Դիտորդներն ամեն օր բարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։
Ազգային ժողովում վարչապետին անվստահություն հայտնելու հարցի քննարկման շուրջ ընդդիմություն, իշխանություն, փոխհրաձգություն է։ Պատգամավորները տարբեր ոլորտներում ձախողումների համար միմյանց են մեղադրում։ Ոչ մեկը, սակայն, ոչ մի թևում իր բաժին մեղքը չի ընդունում։ Խնդրում եմ, գրանցվեք ստեղ, եկեք եւ դատապարտեք։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունը համարում է, որ օրվա կառավարիչների գործունեությունը համակարգային ճգնաժամի է հանգեցրել պետական կառավարման բոլոր մակարդակներում։ Տեղի են ունեցել հակաժողովրդավարական գործընթացներ, նոր ռեպրեսիոն, ավելի ուժգին պրոցեսներ եւ նույնիսկ նաեւ դատավճիռներ, որոնք նույնպես կարող էին ներառված լինել այս հայտարարության մեջ։ Իշխող ԿՊ-ական պատգամավորները ընդդիմության ներկայացրած փաստաթղթում քաղաքական իրարամերժ դատողություններ են տեսնում։ Իշխանական թևը ընդդիմադիրներին մեղադրում է կառավարման ձախողման մեջ, ըստ ԿՊ-ականների ընդդիմադիրներն են հայտնվել։ Նրանք օրինակ բերեցին Գյումրիի վերջին աղմկահարույց դեպքը։ ԿՊ-ականները գնացին հասան 21-ի ընտրություններ, թե ընդդիմադիրներն էին այդ ժամանակ անօրինական գործողությունների մեջ եղել, պատգամավորներն են քրեական գործերով անցնում։ Ընդդիմադիրներն էլ իշխանական թևին սկսեցին մեղադրել։ ԿՊ-ական տարբեր համայնքի ղեկավարներ հենց կոռուպցիոն սխեմաների մեջ են ընդգրկված եղել։ Մեծամասնությունը բացարձակապես չի ընդունում նույն ժողովրդի քվեն, նույն ժողովրդի կողմից տրված վստահությունը։ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, որոնք դուրս են եկել իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից, հայտարարել են, թե չեն խոչընդոտելու իմպիչմենթի գործընթացին։ Մենք խոչընդոտ չենք հանդիսանա, մենք չենք տորպեդահարի, մեր համար կան որոշ բաներ պարզաբանելու համար եւ հետեւաբար մենք ձեռնպակ քվեարկենք այս պահին։ Քլը չէ ոնց է, պարոն Ռուբինյան։ Լավ է, չէ։ Երկրում չկա ճգնաժամ, հարց է տալիս ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավորը, ասաց կարող է հատ առ հատ թվարկել, ինչ ճգնաժամի առջև ենք կանգնած։ Թելը գնացեք Բագրատաշեն եւ մյուս անսահմանային անցման կետեր տեսեք, կա ճգնաժամ թե չկա։ Հələ մի հատ բյուջեի նախագիծը կարդացեք, տեսեք, կա ճգնաժամ թե չէ։ Հիմնավորվում է դրանում արտացոլված բոլոր հիմնավորումները այս կառավարությանը տուն ուղարկելու։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու ի սկզբանե մեռելածին այս նախագծին եւ իմպիչմենթի բոլոր հնարավոր մեռելածին նախագծերին, որոնք կարող են հայտնվել ազգային ժողովի օրակարգում։ Խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարությանը 48 դեմ 24 կողմ եւ 2 ձեռնպա ձայների հարաբերակցությամբ արդեն իսկ գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած նախագիծը չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ մի քանի պաշտոնատար անձանց պաշտոնավարումը կասեցվել է կաշառք ստանալու, տալու եւ լիազորությունների չարաշահման գործով քննվող քրեական վարույթի շրջանակում։ Ձերբակալված 8 անձից 5-ի նկատմամբ ներկայացվել է կալանքի միջնորդություն։ Կաշառք տվողներից մեկը տնային կալանքի տակ է։ Հակակոռուպցիոն կոմիտեն նաեւ անդրադարձել է մամուլում շրջանառվող ձայնագրությունների իսկության հարցին, նշելով, որ Վարդան Ղուկասյանը դրանք ոչ հերքել, ոչ հաստատել է։ Հիշեցնենք, հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանում իրականացվել էին քննչական գործողություններ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Ըստ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի նա հրապարակային հայտարարություններով վարկաբեկել է եկեղեցին, խախտել է եկեղեցական կարգապահությունը, զեղչել է պատարակներում կաթողիկոսի եւ առաջնորդի հիշատակությունը եւ հրաժարվել է ներկայանալ համապատասխան հանձնախմբի նիստերին։ Այսուհետև նա կդասվի աշխարհականների շարքում Ստեփան Ասատրյան անունով։ 2025-ի հուլիսի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5.275.946 հաճախորդ։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ այս թիվը աճել է 406.386-ով կամ 8.3%-ով։ Նրանցից 5.052.439 ֆիզիկական անձինք են, իսկ 223.507-ը իրավաբանական անձինք։ Տվյալները ներկայացնում էր վիճակագրական կոմիտեն։ Եվրամիության դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության հնգամյա բյուջեն կազմում է մոտ 200 միլիոն եվրո, որից 65 միլիոնը դրամաշնորհային, իսկ 135 միլիոնը վարկային միջոցներ են։ Նախաձեռնության նպատակն է խթանել Սյունիքի սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացումը։ 2023-ից ի վեր Սյունիքում ստեղծվել կամ պահպանվել է 95 աշխատատեղ, բացվել է 56 նոր ՓՄԶ եւ ստարտափ։ Աջակցություն է ստացել ավելի քան 120 բիզնես։ Կրթական ու հմտությունների զարգացման ծրագրերից օգտվել է ավելի քան 3300 մարդ։
Հայաստանում մեկնարկել են խնամատար ծնող դառնալու դասընթացները։ Դրանք կազմակերպվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից Գերմանիայի ֆինանսավորմամբ։ Խնամատար ծնող կարող են դառնալ այն անձինք, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանում, չափահաս են և վերջին 5 տարիներին չեն հաշվառվել ոստիկանությունում, ընտանիքի կամ երեխայի շահերի դեմ ուղղված հանցանքի համար։ Դասընթացները անվճար են, կանցկացվեն հոկտեմբերից դեկտեմբեր։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմումի ձևաթուղթը կամ զանգահարել 055 086 111 կամ 095 605 600 հեռախոսահամարներով։ Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ։ Սլայմեր տեսակի խաղալիքները չեն համապատասխանում անվտանգության պահանջներին։ Խաղալիքի վաճառքը կասեցվել է, խմբաքանակը հետ է կանչվել ու ոչնչացվելու է։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է այն քաղաքացիներին, ովքեր գնել են այս ապրանքը, վերադարձնել այն երեխաների առողջությունը պաշտպանելու համար։ Բեռնատարների վարորդները փակել էին Վրաստանի հետ սահմանին գտնվող Բավրա, Բագրատաշեն և Գոգավան անցակետերի ճանապարհները։ Ավելի վաղ հիշեցնենք, կառավարության առջև հավաքված բեռնափոխադրողների վարորդներից կազմված 7 հոգանոց խմբին կառավարությունում ընդունել էին, սակայն վարորդները դժգոհ էին մնացել հանդիպումից։ Հիշեցնենք, սեպտեմբերի 1-ից բեռնափոխադրում իրականացնող վարորդները տարվա ընթացքում Ռուսաստանում կարող են գտնվել մինչև 90 օր, նախկինում այդ ժամկետը 180 օր էր։ Բեռնատարների վարորդների բարձրացրած խնդիրը Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է։ Հարցը քննարկվում է Ռուսաստանի գործընկերների հետ օրերի թիվը 180-ի հասցնելու նպատակով։ Հարցը ընդգրկվել է նաև հոկտեմբերի 24-ին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում։ Այս մասին հայտարարություն է տարածել ներքին գործերի նախարարությունը։ Վարորդները արդեն սպառել են կամ շուտով կսպառեն Ռուսաստանում գտնվելու օրինական 90 ժամկետը։ Դրանից հետո նրանք կարող են հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում։ Բեռնափոխադրողները կառավարությունից պահանջում են բանակցել Ռուսաստանի հետ և 90-օրյա ժամկետը դարձնել 180 օր։ Վաղարշաբաթի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի 38 ուսուցիչներ ԿԳՄՍ-ի մոտ բողոքի ակցիա են արել իրենց ձևակերպմամբ դպրոցի տնօրենի անօրինական ազատման հետ կապված։ Նրանք դիմում են ներկայացրել ԿԳՄՍ ներկայացուցչին։ Դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի դպրոցից ազատելու համար իբրև պատճառաբանություն է բերվում, որ վերջինիս քաղաքականությամբ զբաղվելն է, բայց ուսուցիչները վստահեցնում են, Պետրոսյանը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել ու որևէ կուսակցության անդամ չի եղել։ Հակառակը, նրանք վստահեցնում են, որ պատճառը վաղարշաբաթ խոշորացված համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հետ ունեցած անձնական թշնամանքն է։ Ուսուցիչների խոսքով կսպասեն ԿԳՄՍ-ի պատասխանին, հարցին լուծում չտալու դեպքում կդիմեն կառավարությանը։ Դրանքը առաջադրվել է մարզպետարանի կողմից եւ բացատրվել է, որ տնօրենը քաղաքական զսպվածություն չի ցուցաբերել եւ հետո արդեն ամսի 17-ին են մեղադրական նամակն են ստացել դպրոցի մելով ամենայն հավանականությամբ, իսկ արդեն 2 օրը այն, որ նա ազատված է աշխատանքից։ Լավ, շատ լավ, եթե հարցը իրավական դաշտում չի, այլ հարց է, այդ դեպքում առաջարկում եմ ուղղակի դուք այն ինչի համար որ հավաքվել եք, տեսա նաև որ դիմում ունեք։ Առաջարկում եմ դիմումը փոխանցել ինձ, մենք նախարարությունում կուսումնասիրենք։ Հայաստանի ճարտարապետների պալատի 172 անդամ ճարտարապետներ դիմել են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ հիմնադրամին և ԿԳՄՍ նախարարություն Հայոց ցեղասպանության հուշարձանի հետ կապված մի շարք առաջարկներով, մասնավորապես անհապաղ դադարեցնել հուշարձանի ընթացիկ աշխատանքները, ստեղծել նոր մասնագիտական խումբ, իրականացնել հուշարձանի համապարփակ գիտական հետազոտություն, գնահատել հիդրոմեկուսացման և ջրահեռացման նախագծերը որպես թերի և մշակել նոր լուծումներ, պատվիրել վերականգնման նոր նախագիծ, որը կներառի արդեն իսկ վնասված 3 մույթերի վերականգնումը, մինչ այդ իրականացնել հուշարձանի ժամանակավոր կոնսերվացիա անձրևից և ձյունից պաշտպանելու նպատակով։ 9 մույթը, որոնք ձեռք տված չեն, իրանք պետք է ունենան իրանց հետազոտման աշխատանքները եւ արդյունքները, իսկ 3 մույթը, որոնք որ բացվել են, անհրաժեշտ է ունենան իրանց հետազոտման աշխատանքներն ու արդյունքները։ Այնտեղ պետք է սեյսմիկ վերլուծությունը մույթերի, ուլտրաձայնային վերլուծությունը բարձելու համար, որտեղ կան խոռոչներ, ինչ վիճակում են, նյութաբանները պետք է աշխատեն, որ ասեն, որ հանքերից էին բերված քարերը։
Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացություն, համաձայն որի կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես հեռադիտակի մակերեսից եւ ուսակապիչից կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գևորգ Հարությունյանին բնորոշ գենետիկական բնութագրին։ Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի եւ քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության գործով անցնող անձը ըստ լրատվամիջոցների Նարեկ Օհանյանի ընկերն է։ Մերձավանի 20-ամյա բնակիչ Գևորգ Հարությունյանը մտերիմ է եղել փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի հետ։ Այդ օրվա միջադեպի մասնակիցներից է եղել։ Իրավապահները հակված են այն վարկածին, որ Նարեկ Օհանյանը սպանության օժանդակողն է, իսկ Գևորգ Հարությունյանը կատարողը։ Ամերիկան ունի այնպիսի առաջադեմ սպառազինություն, որի գոյության մասին շատերն անգամ չգիտեն, այս մասին հայտարարել է Թրամփը։ Մենք Չինաստանից շատ առաջ ենք ռազմական բոլոր ոլորտներում, բացի նավաշինությունից, բայց այնտեղ էլ շուտով կհասնենք նրանց։ Ամերիկայի նախագահը Չինաստանի մասին խոսելիս նաև նշել է, որ 2026-ի սկզբին պատրաստվում է այցելել այնտեղ։ Հնդկական ընկերությունը առաջիկա 4 տարիներին Վրաստանում մոտ $50 միլիոն կներդնի նավթի արդյունահանման մեջ։ Պայմանագրից հետո Հինդուստան Սիլիկոնը պետական բյուջե կվճարի $415 միլիոն։ Նախագիծը ներառում է 7 արտադրական եւ 2 հետախուզական հորատանցքի աշխատանքներ ժամանակակից տեխնոլոգիաներով։ Վրաստանի իշխանությունների խոսքով ներդրումը կնպաստի երկրի էներգետիկ անվտանգության եւ տնտեսական զարգացման ամրապնդմանը։ Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին գտնվում է Ֆրանսիայի Սանտե բանտում կապված 2027 թվականի ընտրարշավի լիբիական ֆինանսավորման հետ։ Նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, հայտնել են հեռուստաալիքները։ Գերմանիայում գինու եւ խաղողի հյութի արտադրությունը այս տարվա արդյունքներով կազմել է մոտ 820 միլիոն լիտր։ Այս տարի եղանակային պայմանները նպաստել են խաղողի լավ բերքին։ Չինաստանի արդյունաբերական արտադրությունը այս տարվա սեպտեմբերին աճել է տարեկան 6.5%-ով։ Չինաստանի մանրածախ վաճառքները նախորդ ամիս աճել են տարեկան 3%-ով։ Հիմնական կապիտալ ներդրումները հունվար-սեպտեմբերին նվազել են 0.5%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հոկտեմբերի 21-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ford Transit-ը Երևան-Երաստ ճանապարհին դուրս եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել ու գլխիվայր հայտնվել դաշտում։ 59-ամյա Արայիկը տեղում մահացել է, 2 հոգի էլ վնասվածքներով տեղափոխվել է Մասիս բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Փրկարարության Մասիսի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Մասիս բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Վարորդին մարմինը ըստ նախնական տեղեկությունների վարորդն է եղել մահացածը, նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել Մասիսի փրկարարները օգտագործելով հատուկ տեխնիկա։ Հոկտեմբերի 20-ին Ազատության պողոտա 11 հասցեի դիմաց բախվել են Մերսեդեսը, էլեկտրական Հոնգչին եւ Տոյոտան։ 2 հոգու, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները, Փրկարարության Երևանի թիվ 5 Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Ժամանել են նաեւ բարեկները բախման հետևանքով մեքենաներից երկուսը Մերսեդեսը եւ նշված ավտոմեքենան հայտնվել են հետիոտնի համար նախատեսված մայթին, իսկ մյուս մեքենան հայտնվել է մայթին բախվելով երկաթե ճաղավանդակներին։ Հոկտեմբերի 20-ին խոշոր վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Մարգարավանաձոր տաշի ճանապարհին աշտարակից դեպի Սասունիք տանող հատվածում բախվել են 28-ամյա Մենուայի BMW-ն եւ 18-ամյա Վանիկի Մերսեդեսը։ Վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մխրճվել երթևեկելի գոտուց դուրս կայանված բեռնատարի կողմից օգտագործվող քարշակի մեջ։
Վարորդներից Վանիկը, նրա 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են աշտարակ բժշկական կենտրոն։ Առաջին բուժօգնություն են ստացել ու հետո տեղափոխվել Երևան, Արմենիա բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարության աշտարակի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ի դեպ Մերսեդեսից մի քանի դետալ պոկվել, շպրտվել ու վնասել են այդ հատվածում գազալցակայանում կայանված լիցքավորվող Toyota-ի դիմապակին։ Տեղում են նաև համայնքային ոստիկանության աշտարակի բաժնի հերթապահ խումբը։